Ողջույն, դուք դիտում եք Civilnet podcast-ը։ Տաղավարում հյուրընկալել եմ Մանե Ադամյանին, վիդեո խորհրդատվական ընկերության հանրային հատված եւ զարգացման համագործակցության տնօրեն, ինչպես նաեւ Եվրոպական միության հետ ռազմավարական համագործակցության գծով փորձագետ։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մանե, ձեզ հետ խոսելու ենք Եվրոպական միության հարաբերությունների մասին, ինչպես մշտապես ձեզ հյուրընկալում ենք Civilnet-ում եւ խոսում ենք այդ թեմայով, բայց հիմա կա որոշակի նոր զարգացում, որը ել ավելի հետաքրքրացնում թեման, դա Եվրոպական միության հետ վերջապես ստորագրված եւ հրապարակված ուրեմն համագործակցության կամ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթն է։ Սա միջկառավարական փաստաթուղթ է բնույթով, չի ենթադրում խորհրդարանների կամ ինստիտուտների կողմից վավերացում, բայց նաև կարևոր է այն տեսանկյունից, որքանով ես եմ հասկանում, որ կոնկրետ ուղղություններ է նախանշում, որոնց մասով հիմնվելով ՍԵՊԱ-ի վրա կողմերը պատրաստվում են առաջիկայում խորացնել հարաբերությունները այդ ուղղությամբ։ Երկու կարծիք կա հիմա։ Մեկ կարծիքը, որ ավելի պրոիշխանական դաշտում է հնչում, որ սրանով բարձրացվում են Հայաստան-Եվրոպական միության հարաբերությունները ռազմավարական մակարդակի, մյուսները ասում են, որ ոչ, այդպես չէ, մասնավորապես պարոն Աշոտյանն է դրա մասին ասում, որ սրանով ուղղակի ռազմավարական օրակարգի մասին է խոսվում եւ համագործակցությունը, partnership, այսպես ասած, ինչպես կար ՍԵՊԱ-ի վրա հիմնված, այնպես էլ մնում է։ Ինչի մասին է այս փաստաթուղթը եւ արդյոք այդ բառախաղը տեղին է։ Շատ լավ։ Տեսեք, նախ եւ առաջ մինչեւ փաստաթղթին անդրադառնալը փորձենք հասկանալ, թե ինչ էր տեղի ունենում Բրյուսելում, ֆորմատը, որի ժամանակ նաեւ հաստատվեց փաստաթուղթը եւ հրապարակվեց։ Եվրոպական միության հետ մեր ամենաբարձր երկխոսության հարթակը գործընկերության խորհուրդն է։ Տեղի ունեցավ հերթական գործընկերության խորհրդի նիստը, որը համանախագահում էր հայկական կողմից արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանը, Եվրոպական միության կողմից բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը եւ նաեւ մասնակցում էր Եվրոպական հանձնաժողովից հարևանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ Այս ֆորմատում Հայաստանն ու Եվրոպական միությունը անդրադառնում են համագործակցության ամբողջ օրակարգին ըստ էության, կա բաց եւ փակ հատված, սկսած անվտանգային հարցերից, տարածաշրջանային քաղաքական հարցերից, մինչեւ ամենատարբեր ոլորտներում արկա խնդիրներ քննարկվում են մի ամբողջ օր տևող այս նիստի ընթացքում։ Եվ այս հարթակը օգտագործվեց այս անգամ նաեւ այս կարևոր փաստաթղթի հաստատման համար եւ արդեն հրապարակման համար։ Ինչպես գիտեք, արդեն բավական ժամանակ է, որ կողմերը խոսում էին այս փաստաթղթի մասին եւ նաեւ հաստատել էին, որ ըստ էության կա համաձայնություն կողմերի միջև փաստաթղթի ընդհանուր հիմնական ուղղությունների եւ ընդհանուր առմամբ փաստաթղթի մասով, բայց ինչ որ դետալներ էին դեռ համաձայնեցնում եւ հիմա հասանք արդեն վերջապես հաստատմանը։ Ինչ է իրենից ներկայացնում այս փաստաթուղթը։ 2017 թվականին հաստատվել էր Հայաստանի եւ Եվրոպական միության միջև մի փաստաթուղթ, որը կոչվում էր գործընկերության առաջնահերթություններ։ Սա շատ ավելի ընդհանրական ձևակերպումներ էր տալիս, կրկին սահմանում էր Հայաստանի եւ Եվրոպական միության համագործակցության ընդհանուր օրակարգը, ուղղությունները, բայց շատ ավելի ընդհանրական տեսք ուներ, քան այն ինչ որ հիմա ունենք, Այս փաստաթուղթը, որը հաստատվեց վերջերս, ոչ թե համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին օրինակ փոխարինող փաստաթուղթ է, երբեմն այդպիսի ինչ որ քննարկումներ էլ կան, կամ ասում են ՍԵՊԱ պլյուսն է, ՍԵՊԱ-ին է ավելացնում ինչ որ այսպիսի ձևակերպումներ են տալիս։ Իրականում այս փաստաթուղթը եկել է փոխարինելու այդ գործընկերության առաջնահերթություններ փաստաթղթին։ Այսինքն ժամկետ ուներ այն փաստաթուղթը, թե ուղղակի եկել է փոխարինել։ Ժամկետ ուներ, ինքը շրջանակային փաստաթուղթ է համագործակցության շրջանակ է սահմանում, բայց սա շատ ավելի խորը փաստաթուղթ է, շատ ավելի համապարփակ, շատ ավելի կոնկրետ ձևակերպումներով, այդ առումով իսկապես անհամեմատելի են այդ երկու փաստաթղթերը, բայց սա նրան է փոխարինելու եկել եւ ՍԵՊԱ-ն շարունակում է լինել մեր համագործակցության իրավական մասը, իրավական հենքը ապահովող հիմնական փաստաթուղթը համաձայնագիրը եւ եթե բովանդակային էլ փորձենք հասկանալ, չնայած մի շարք ուղղություններ կան, որ եւ ՍԵՊԱ-ում են ծածկված եւ ծածկված են այս փաստաթղթում,
ինչ ունենք համապարփակ եւ լվեց գործընկերության համաձայնագրում դրույթներ են հիմնականում երկու տեսակի դրույթներ ունենք մի խումբ դրույթների դեպքում շատ կոնկրետ ստանդարտներին եւ եվրոպական միության հրահանգներին, որոնք օրենսդրական փաստաթղթեր են, մոտարկում է նախատեսված Հայաստանի օրենսդրության մոտարկում է նախատեսված կոնկրետ վերջնաժամկետերով, իսկ մյուս խումբ դրույթների դեպքում կրկին մեր համաձայնագրում ուրեմն սահմանված է համագործակցության ուղղություններ, օրինակ, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում շարունակաբար աշխատելու բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ, շարունակաբար աշխատելու կոռուպցիայի դեմ պայքարում եւ այլն, դեկլարատիվ դրույթներ են սրանք էլ, որոնք ենթադրում են շարունակական համագործակցություն։ Սա ՍԵՊԱ-ն, համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս փաստաթուղթը կառուցվածքի եւ տրամաբանության առումով տարբերվող փաստաթուղթ է։ Ինչ է սահմանված։ Սահմանված են առաջնահերթություններ, որոնք ըստ էության նպատակներ են կողմերի միջև ֆիքսված եւ կան կարճաժամկետ եւ միջնաժամկետ առաջնահերթություններ, այդպես է սահմանված փաստաթղթում կառուցվածքով էլ ամեն մի ուղղությունով տրված է այդ տրամաբանությամբ։ Կարճաժամկետը խոսքը գնում է 3-ից 4 տարվա մասին, միջնաժամկետը 7 տարվա մասին եւ սահմանվում են ուղղություններ համագործակցության առաջնահերթությունների ու այս տրամաբանությամբ կարճաժամկետ ու միջնաժամկետ։ Կառուցվածքի տեսանկյունից նաև եթե փորձենք հասկանալ ինչ ոլորտներ է ծածկում է առաջի խումբ մեր համագործակցության հենասյուն ուղղություններից մշտապես եղել է քաղաքական համագործակցությունը, որը ենթադրում է ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացում աջակցություն եւ համագործակցություն, մարդու իրավունքների պաշտպանություն, օրենքի գերակայություն, դատական համակարգի անկախության աջակցություն եւ այլն, այս ամբողջ բլոկը շատ համապարփակ ծածկված է կոռուպցիայի դեմ պայքար։ Այնուհետև ունենք սոցիալ-տնտեսական ուղղությունները, այդ թվում նաև առևտրի ուղղությունը, փաստաթղթում շեշտադրումներ կան այն մասին, որ Հայաստանին աջակցություն է տրամադրելու Եվրոպական միությունը առևտրի դիվերսիֆիկացիայի մասով, տնտեսության դիվերսիֆիկացիայի մասով, ներողություն, երբ հանդիպում էինք Բրյուսելում, ես մի խումբ լրագրողների հետ Բրյուսելում էի այդ ընթացքում եւ նաեւ լուսաբանել ենք այն ասուլիսը, որ տեղի ունեցավ այս փաստաթուղթը ստորագրելուց հետո Մարտակոսի, Կայա Կալասի եւ Արարատ Միրզոյանի մասնակցությամբ, Մարտակոսի հետ տեղի ունեցավ նաեւ կարճ այսպես բրիֆինգ լրագրողների հետ ճեպազրույց, որի ընթացքում կարճ է բավական երկար, որի ընթացքում ասաց, որ 3 հիմնական հենասյուներ ունի այս փաստաթուղթը։ Մեկը տնտեսական դիվերսիֆիկացիան է Հայաստանի, երկրորդը վիզաների ազատականացումն է եւ երրորդը անվտանգությունն է։ Այստեղ ավելի շատ հələ կանդրադառնանք այդ տնտեսական դիվերսիֆիկացիային, ավելի շատ իմ աչքը գրավեց եւ շատերի երևի թե անվտանգության սեգմենտը։ Եկեք մի պարզաբանենք, էլի, ինչ է նշանակում, որ ինչպես կարող է Եվրամիությունը անվտանգության պրովայդեր լինել, եթե ինքն է անվտանգություն վերցնում, օրինակ նույն ՆԱՏՕ-ից։ Ինչ որ ոլորտներում եւ ինչպես է մեզ անվտանգություն ապահովել եւ անվտանգություն ապահովման մասին է խոսքը, թե աջակցության մասին է խոսքը։ Ըստ էության Եվրոպական միության հետ անվտանգությանն առնչվող թեման վերջին մի քանի տարիներին է դարձել օրակարգային եւ վերջին մի քանի տարիներին է, որ ինստիտուցիոնալացվել է, որովհետեւ ստեղծվել է հենց անվտանգության ուղղությամբ երկխոսություն։ Իսկ երկխոսությունը կոնկրետ ֆորմատ է, հա, ԵՄ-ի դեպքում երրորդ երկրների հետ աշխատանքի կոնկրետ ֆորմատ է։ Հիմա այդպես մտավ մեր օրակարգ անվտանգության հարցը, իսկ այս փաստաթղթում շատ ավելի հիմնավոր ֆիքսվեց որպես համագործակցության առաջնահերթություն, առաջնահերթ ուղղություն եւ այդ տրամաբանությամբ կարճաժամկետում եւ միջնաժամկետում սահմանվել են որոշակի նպատակներ ու գործողություններ, որոնք պիտի իրականացվեն։ Ինչ տեսակի հարցերի հետ գործ ունենք, հա, անվտանգային։ Խոսքը գնում է նախ եւ առաջ մեր զինված ուժերին աջակցության տրամադրման մասին կոնկրետ ձևակերպում կա, խոսքը գնում է տրեյնինգների մասին, կարողությունների զարգացման մասին, որոշակի սարքավորումներով օգնելու մասին։ Ոչ մահաբեր զինատեսակներով։ Խոսքը չի գնում զենք զինամթերքի ձեռքբերման մասին, խոսքը գնում է տարատեսակ սարքավորումներով հագեցման մասին, որը կարող է անհրաժեշտ լինել զինված ուժերին։ Այնուամենայնիվ դրա վրա փող պետք է ծախսվի։ Դրա վրա պետք է փող ծախսվի, այո, դա արձանագրվել է։ Եվ խոսք է գնում նաև համատեղ առաքելությունների մասին,
ճգնաժամերի կառավարման տարբեր աշխարհում համատեղ ուրեմն առաքելությունների իրականացման հնարավորության մասին եւ այս ուղղությամբ համագործակցության մասին հիմնականում այս ամենն է ծածկված նաեւ անդրադարձ կա օրինակ ականազերծմանը մամուլի ասուլիսի ժամանակ էլ դրա մասին բավականին խոսվեց եւ նոր աջակցությունը որ հայտարարվել էր նաեւ ընդգծվեց որ այս նպատակով եւս կօգտագործվի մի խոսքով եւ շատ կարեւոր մի կտոր որի մասին անպայման նշենք որովհետեւ փաստաթղթում էլ հստակ անդրադարձ կա հիբրիդային վտանգների մասով այսինքն անվտանգությունը ընկալում ենք այսպես ավելի լայն Կան զենք զինամթերքն է, այո, ընդգծվում է, որ պետք է օգնի Եվրոպական միությունը ընդհանուր տարածաշրջանում խաղաղության կայունության պահպանմանը եւ Հայաստանի դիմադրողականության եւ պաշտպանունակության բարձրացմանը, հա, եւ այդ աշխատանքը կարվի ըստ էության տարբեր գործիքներով, կարողությունների զարգացմամբ, այդ սարքավորումների մասով, որի մասին խոսեցինք եւ այս տարատեսակ գործիքներով, այսինքն ըստ էության կա ամեն ինչ, բացի զենք զինամթերքը եւ այդ ՆԱՏՕ-ի տրամաբանության 4 անվտանգությունը սրա մեջ ներառված չէ։ Շատ լավ, այնուամենայնիվ բարձրաբանենք նախորդ հարցը վերջնական ռազմավարական համագործակցության մասն է խոսքը, թե համագործակցության ռազմավարական օրակարգի մասն է խոսքը, եւ տեղին է այս բառախաղը։ Իմ կարծիքով լրիվ արհեստական բառախաղ է, որովհետեւ Հայաստանն ու Եվրոպական միությունը իսկապես ռազմավարական համագործակցություն են հիմա ռազմավարական համագործակցության շրջանակ ունեն ինձ համար որպես այդ ոլորտի փորձագետի դա ակնհայտ է այս փաստաթղթում ռազմավարական համագործակցության շրջանակ է ֆիքսվել այնպես չէ որ դա պիտի արտացոլվեր օրինակ սեպային փոխարինող մեկ այլ համաձայնագրում ենթադրենք եթե մենք ունենայինք ասոցիացիան համաձայնագիր կամ բանակցեինք այդ տեսակ մի փաստաթուղթ այնտեղ էլ ոչ միտեղ ռազմավարական համագործակցության, չգիտեմ, ինչ տենց չէր որպես այդպեսին ֆիքսվելու այնպես որ բոլոր կողմերը համարեին որ սա հենց ռազմավարական օրակարգ է եւ ինչը մատնանշում է համագործակցության ռազմավարական մակարդակի մասին եւ կարծում եմ ընդհանուր դինամիկան էլ խոսում է այն մասին որ բավական խորն է եւ ուղղությունների տեսանկյունից բավական համապարփակ Անվտանգության մասով գալով այդ հիբրիդային պատերազմներին, որտեղ անվտանգությունը հիմա շատ ավելի մեծ է տեղեկատվական պատերազմներին, հա, ինֆորմացիոն անվտանգության Եվրոպական միությունը հայտարարում էր, որ այս ոլորտում Հայաստանին աջակցություն է ցուցաբերելու, հայտարարվեց, որ արդեն կա ongoing, այսպես ասած, ընթացող ծրագիր, որը շրջանակներում $12 միլիոն է հատկացվելու Հայաստանին կամ հատկացվում է արդեն, որը ուղղված է եւ պետական ինստիտուտների, այսպես կարողությունների զարգացմանը եւ նաեւ մասնավորհատվածի տվյալ դեպքում նաեւ լրատվամիջոցների կարողությունների զարգացման, ինչպես նաեւ 15 միլիոնի մասին նշվեց եւ այլ եւ այլ։ Ունենալով նաեւ իրենց աչքի առաջ Մոլդովայի օրինակը, որտեղ բավական լուրջ էին այդ ուրեմն ճգնաժամային իրավիճակները, լուրջ էին նաեւ անվտանգության սպառնալիքները, արդյոք եւ շատ եւ նաեւ ասուլիսի ժամանակ նշվեց դրա մասին, որ նույն, չգիտեմ, տարբերակով են փորձում Ռուսաստանում գործել Հայաստանի նաեւ մեդիա դաշտում, տեղեկատվական դաշտում եւ այլն։ Արդյոք ճիշտ է նախ Մոլդովայի այսպես case-ը պրոյեկտել Հայաստանի վրա եւ ամբողջությամբ այդ տարբերակով աշխատել տեղեկատվական անվտանգությունն ապահովման գործում ինչ է Հայաստանը կարիքների տեսանկյունից ներկայացրել Եվրոպական միությանը եւ ինչ ակնկալիք կարող է ստանալ եւ ինչ աջակցություն կարող է ստանալ այս ոլորտում Դե հասկանալի է որ նախընտրական process-ներում նախընտրական ժամանակաշրջանում ամենատարբեր դերակատարներ բոլոր հնարավոր ռեսուրսներով փորձելու են մասնակցել այդ գործընթացին եւ որոշակի ազդեցություն ունենալ դրա մասին է ըստ էության այս խոսակցությունը Մոլդովայում ընդ որում ասեմ որ բավականին հետաքրքիր գործիքներ կան այդ թվում թվային գործիքներ ֆիքսելու տարատեսակ ինֆորմացիոն արշավներ, որոնք որ ուղղորդված են, որոնք շատ կոնկրետ տեսակի կառուցվածք ունեն եւ այլն, հա, այսինքն դրանք նաեւ գործիքակազմ կա, որը իսկապես արձանագրում է, որ սա հիբրիդային վտանգ է, հա։ Եվ հասկանալի է, որ մեր թե մեդիա դաշտում թե ընդհանուր առմամբ տեղեկատվական դաշտում եւ երբ որ նաեւ այն բաց է լինում, ազատ է լինում, այսինքն պետությունները շատ
չեն կարգավորում, չեն միջամտում, ունենում ենք այնպիսի պատկեր, որը նաև որոշակի անկառավարություն կարող է առաջացնել հատկապես նախընտրական շրջանում։ Եվ ամբողջ նպատակը այն էր, այս աջակցություններն էլ որ հայտարարվեց, իդեպ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց 15 միլիոն եվրո աջակցության մասին Հայաստանի Հանրապետությանը մի քանի ուղղություններով, մեկը խաղաղության շարունակականության ապահովման տեսանկյունից միջոցառումներին, ականազերծմանը եւ հիբրիդային վտանգներին, եւ այնուհետեւ նաեւ Մարտակոսը խոսեց այն մասին, որ արևելյան գործընկերության երկրների համար, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար հասանելի կլինի 5 միլիոն արժողությամբ մի ծրագիր, սա որ պատկերացնենք, մենք միշտ ԵՄ-ի հետ ունենք երկկողմ համագործակցության շրջանակ եւ երկկողմ ուրեմն աջակցության միջոցներ եւ գործիքներ եւ օգտվում ենք նաեւ տարածաշրջանային գործիքակազմից։ Հիմա այս դեպքում այդ 5 միլիոնը տարածաշրջանային գործիքակազմ է եւ մրցույթներ են լինելու, որոնց կարողանալու են դիմել եւ Հայաստանից օրինակ անկախ լրատվամիջոցներ եւ արևելյան գործընկերության մյուս անդամ պետություններից անկախ լրատվամիջոցներ, քաղաքացիական հասարակությունը եւ այլն։ Այսինքն այս գործիքն էլ եկել է դրան լրացնելու, բայց ինքը հենց Հայաստանին տրվող 5 միլիոն եվրո չի, այլ հասանելի է լինելու բոլորին, ով կդիմի, կհաղթի, նա էլ կստանա։ Բայց էլի քաղաքացիական հասարակությանը եւ մամուլի համար է նախատեսված կրկին հիբրիդային վտանգների լույսի ներքո։ Կարծում եմ նմանություններ կլինեն գործընթացներում եւ ինֆորմացիոն արշավներում Մոլդովայի հետ, եթե համեմատենք, գործիքակազմում օրինակ կոնկրետ ինձ համար արդեն տեսանելի նմանություններ որոշակիորեն կան, թե որքան էքստրիմ կլինեն, չեմ կարող ասել, բայց համեմատականը իմ գնահատմամբ ունի տեղին տրամաբանություն։ Այո, եւ ասուլիսի ժամանակ մենք տեսանք, որ եթե Եվրոպական միության ներկայացուցիչները ավելի հասցեական էին խոսում այս հարցում հիբրիդային պատերազմների տեղեկատվական անվտանգության դեպքում հստակ նմատնշելով հասցեատիրոջը, այսպես ասած, որտեղից կարող է այդ ուրեմն սպառնալիքները, որտեղից կարող են գալ այդ սպառնալիքները, դրա դեպքում խոսքը Ռուսաստանի մասին է ըստ իրենց, բայց Հայաստանի ներկայացուցիչը Արարատ Միրզոյանը շատ ավելի այսպես սպված էր խոսում այդ առումով եւ շատ ավելի ընդհանրական ձևակերպումներ տվեց, որ այս աջակցությունը իհարկե, այսինքն Եվրոպական միության հարաբերությունների սերտացումը կարևոր է նաեւ այս ոլորտների համար, բայց նաեւ մի այսպես մաս կա տնտեսական դիվերսիֆիկացիան էներգետիկ ոլորտում հատկապես, որը էլի կարևոր է, հետաքրքիր է եւ բարձրաբանման խնդիր ունի, կարիք ունի։ Դա էլեկտրաէներգետիկ այսպես ցանցերի միացումն է Հայաստանի բարձրավոտ նոր ցանցերի կառուցում Հայաստան-Վրաստան եւ նաեւ խոսվեց Հայաստան-Թուրքիա բարձրավոտ էլեկտրական ցանցերի կառուցման մասին։ Եվ Մարտակոսը նաեւ ասաց, որ ինչ որ նոր ֆորմատ են մտածում Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, ինչ որ Վրաստան կամ Ամերիկա չեմ հիշում ֆորմատի մյուս երկիրը այս պահին։ Տարածաշրջանից մենակ մենք էինք Հայաստան, նկատի ունեմ Հարավային Կովկասից, հա։ Չէ, ներողություն։ Մենք Ադրբեջանը, Թուրքիան եւ Եմեն։ Վրաստանի մասին չխոսեց։ Այո, եւ Եմեն, ճիշտ է։ Եվ այդ ֆորմատում ինչ որ նաեւ քննարկումներ անցկացնել տարածաշրջանում խնդիրների կարգավորման տեսանկյունից։ Նախ էլեկտրահաղորդման գծերի մասով։ Եթե խոսքը Հարավկովկասյան էլեկտրական, այսպես էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրի մասին է, կարծես դրա մասին է։ Դա 2015-ից էր սկսել, 2020-ին պետք է ավարտվեր, բյուջեն 180 միլիոն եվրո, որից Եվրոպական միության ներդրում պետք է լիներ 10 միլիոն եվրո։ Ոչ մի բան չի արվել այդ ուղղությամբ այս ընթացքում։ Հիմա խոսվում է նրա մասին, որ դա պետք է արվի, բայց դա իրական նպատակը ի սկզբանե Իրան, Հայաստան, Վրաստան եւ Ռուսաստան էլեկտրահաղորդման գծերը իրար կապելն էր։ Այդ էլեկտրաէներգետիկ միջանց կառուցելը։ Դրա մասին ասվել է գրվել է նաեւ Եվրոպական միության այսպես զապիսկեկում անալիտիչկի, այսպես ասած, այսինքն իրենց այդ թղթերում, որը հրապարակված է իրենց կայքերում։ Բայց հիմա խոսվում է ինչ որ փոխվել է տրամաբանությունը կարծես եւ խոսվում է 500 միլիոնի մասին։ Ձեզ համար հասկանալի է ինչի մասն է խոսքը։ Նախ եկեք ֆիքսենք, ինչ է կառուցվելու վերջը։ Ֆիքսենք, քանի որ խոսեցինք ռազմավարական գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթղթի մասին, ֆիքսենք այստեղ, որ ամենաառանցքային ուղղություններից մեկն էլ կապակցվածությանը աջակցությունն է եւ կապակցվածության ուղղությամբ
համագործակցությունն է, այդ թվում եւ տարածաշրջանի պետությունները իրար եւ տարածաշրջանը Եվրոպական միությանը։ Նաեւ անդրադարձ է կատարվում այն ռազմավարական փաստաթղթերին, որ ունի Եմեն, Հայաստանի կողմից, կառավարության կողմից հայտարարված խաղաղության խաչմերուկի ծրագրին աջակցությունը, Եմենի դեպքում գլոբալ դարպասներ ռազմավարության տրամաբանությամբ նաեւ ծրագրերի ֆինանսավորման աջակցությունը եւ այլն։ Այսինքն ընդհանուր առմամբ կապակցվածությունը ֆիքսված է նաև մեր ռազմավարական փաստաթղթում եւ այս առումով ֆիքսված է եւ տրանսպորտը եւ էներգետիկան եւ թվային կապակցվածությունը, օպտիկա մանրաթելային ու ընդհանուր առմամբ թվային կապակցվածությունը։ Հիմա եթե գանք այստեղից էներգետիկ բլոկի մասով, ծրագիրը, որի մասին դուք խոսում եք, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց, այսպես է կոչվում ծրագիրը, նպատակ ուներ առաջին հերթին եւ ունի Հայաստանի եւ Վրաստանի ցանցերի սինխրոնացման, հա։ Իրանի հետ կապը, որի մասին խոսում եք, այն է, որ Հայաստանն ու Իրանը արդեն սինխրոնացրել են արկա ենթակառուցվածքներով, եթե Վրաստանի հետ էլ սինխրոնացվի, այդ միջանցք ձևավորվի, հա, բայց երբ որ մենք առնվազն մեր եւ Եվրոպական միության համագործակցության կոնտեքստում տարիներ շարունակ որ խոսել ենք այս ծրագրի մասին, մենք խոսել ենք մասնավորապես Վրաստան եւ Վրաստանով Եվրոպա կապի մասին, որտեղ Վրաստանն էլ իր հերթին արդեն սինխրոնացրել է Եվրոպական միության հետ իր ցանցերը։ Հիմա այդ ծրագիրը բավական բարդ process-ներ է անցել, մի քանի անգամ վերակառուցման եւ խնդիր կար նաեւ օպերատորի, որովհետեւ մրցույթներ էին հայտարարվում եւ այնպիսի ստանդարտներ էր գրված ուրեմն ծրագրով, որ ենթադրվում էր, որ գործընկեր կազմակերպությունը, որը կընտրվի, շատ բարձր ստանդարտների պետք է համապատասխանի, իսկ աշխարհում այդպիսի մի քանի ընկերություններ կան մի ձեռքի մատների վրա հաշվելի, հա։ Եվ հիմա քանի որ պահանջարկը մեծ է այս ընկերությունների ծառայությունների մատուցման, իրեն շատ բարդ է ներգրավել Հայաստանի, օրինակ, այդ կոնկրետ այդ բարդ փոքր շուկա ստացվեց փոքր շուկա եւ այդ ծրագրից ավելի մեծ ծրագրեր են իրականացնում, օրինակ Ուկրաինայում եւ այլուր, հա։ Այս տեսակ խնդիրներ կային, որոնք պարբերաբար քննարկվում էին, վերանայվում էր, այսինքն չէինք ուզում ստանդարտների իջացնենք, բայց նաև չկար հետաքրքրություն ընկերությունների կողմից անհատապես աշխատում էին եւ KfW-ն, որը ֆինանսավորող հիմնական կողմն է, եւ պետությունը, ես գիտեմ, որ պարբերաբար ուրեմն քննարկում էր նաեւ մասնավոր հատվածի հետ, որ կարողանար հետաքրքրություն ձևավորել։ Այդ ընթացքում ծրագիրը բավականին թանկացավ։ Ես նախնական գնահատումները դուք նշեցիք, ինքը հին ծրագիր է, այդ ժամանակվա գնահատումներ է արված, հիմա կրկնակի թանկացել է բյուջեն այդ ծրագրի եւ ավելի քան կրկնակի, այո։ Հա, եւ ըստ էության արդեն զարգացման գործընկերները եւ միջազգային ֆինանսական ինստիտուտները բանակցում են կառավարության հետ հավելյալ միջոցների, թե ով ինչքան պիտի տրամադրի, ինչ կառուցվածք պիտի ունենա ծրագիրը ընդհանուր առմամբ ֆինանսավորման տեսանկյունից։ Հետաքրքրությունը բոլորի կողմից շատ մեծ է, բոլորը կողմերը պատրաստակամություն են հայտնել, եվրոպական բանկերը բոլորը ըստ էության ովքեր Թուրքիան պատրաստ է դրան, որ Հայաստանը Թուրքիային այդ էլեկտրահաղորդման գծերը կապող բան ծրագիրի։ Դեռ Թուրքիայի մասին չենք խոսում։ Այս ծրագիրը, որի մասին խոսում ենք, Կովկասյան էլեկտրահաղորդման, կոնկրետ Հայաստան-Վրաստանի, կոնկրետ ենթակառուցվածքը շատ հստակ տեղում, դիզայնով եւ այլն, սրա մասին ենք դեռևս խոսում։ Այս ծրագրի մասով ես գիտեմ, որ նաեւ կառավարությունը պաշտոնապես հաստատել էր, որ կներգրավի հավելյալ միջոցները եւ բանակցում էր տարբեր գործընկերների հետ։ Այդ թե ինչու են այդ բանակցությունները այսքան երկար տևում, ես չեմ կարող ասել, որովհետեւ ամբողջ ֆինանսավորումը ծրագրի դեռևս ապահովված չէ եւ մինչեւ այդ ամբողջ միջոցները չլինեն, կարծում եմ առաջընթաց գրանցել հնարավոր չի լինի։ Բայց իրատեսակ են այս ծրագիրը կլինի, որովհետեւ այս տարի, եթե չեմ սխալվում, արդեն եկող տարվա բյուջեով ինչ որ գումարներ հատկացված է 40 քանի միլիարդ դրամի մասին էր խոսքը, եթե չեմ սխալվում, հատկացվելու է, դեպի ծրագիրը գտնվում է տենդերային, այսպես փուլը գտնվում է ամփոփման
էտապում, ամփոփվում է դեռ, բայց արդեն ինչ-որ գումարների հատկացման մասին է հայտարարվել։ Իմ կարծիքով ծրագիրը լիովին իրատեսական է, ես կարծում եմ, որ իրականացվելու է, շատ այսպես դժվար ճանապարհ է անցել, բայց կարծում եմ պիտի իրականացվի։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Սիվնետ ոդքասթի հյուրը Մանե Ադամյանն էր։ Ցտեսություն կհանդիպենք։